Մեր հյուրը ում հետ շարունակելու ենք եթերը Հայկ Նահապետյան, Հայկ ջան, շնորհակալություն մեզ հենց հրատապ հյուր գալու համար։ Ընդհանուր գնահատական կարծիք, ինչա կատարվում, ինչա տեղի ունենում քո տեսանկյունից, ու սկսենք արդեն Որտեղ Հայաստանի Հանրապետությունում այս պահին, երեկվանից սկսած։ Դա երևի թե Սամվել Կարապետյանի հետ կապված։ Դե բնականաբար։ Ես շատ հակիրճ ասեմ, ուրեմն հեծը Փաշինյանը հայտարարել է, որ ազգայնացնում է։ Այո։ Ես համակարծք եմ իր գնահատականի հետ, որքան էլ տարօրինակ է, բայց Հայաստանի Հանրապետության կողմից չի ազգայնացվում, Թուրքիայի։ Այսինքն այդ հեծը արդեն բանակցություններ են գնացել, Ակչա էներգի կազմակերպությունը այդ հեծը շուտով գնելու է։ Ինչ էներգի, թուրքական ընկերությունը։ Ակչա էներգի, այո, թուրքական։ Սա էլ բուն պատճառը այն կապիկության, որ երեկվանից Փաշինյանը բեմադրում է։ Անունը ազգայնացնում է, հետո պարզում է, որ շատ պարտքեր ունի, հետո այդ պարտքերը պետությունը ենթադրենք չի կարող փակել, հետո տարբեր ընկերություններ են հայտ ներկայացնում եւ հաղթում է ենթադրենք թուրքական Ակչա էներգի ընկերությունը։ Այդպես եւ այդ բանակցությունները վայելա Փաշինյանի սրտի օլիգարխը։ Ով է Փաշինյանը։ Ես չգիտեմ, դա դուք կասեք, ով է իր թիմի մեկ սրտի օլիգարխը։ Խաչատուր Սուքիասյանը։ Այսօր էլ թևը մտած ընկած գնում էր։ Այսօր է Խաչատուր Սուքիասյանը կադր կա, ազգային ժողովում թևը մտած, sense կողքից որփի պես քայլում էր Նիկոլի կողքով, ինչ որ բաներ ասում, վերջում էս ձեռը տվեց ու գնաց։ Իսկ որտեղից եթե դեմ չեք այդ տեղեկությունը, ինչ որ տենց դուք ունեք ձեր բաները, հա։ Այսպես ասած բայրակթարները։ Սոցիալական ցանցում մի տելեգրամյան ալիք կա, բական լուրջ ալիք կա, ֆոնդ ստրատեգիական կուլտուրի, ինքն է տարածել, բայց ես էլ իմ աղբյուրներ ունեմ, ես այսպես ասենք ոչ թե օդում կախված լուր, այլ մեծ հավանականությամբ պետայով այդ բանակցությունները շատ ավելի վաղուց են գնացել, ընդ որում Փաշինյանը խոստովանեց, որ մեկ ամիս առաջ ինքը կառավարությանը հանձնարարել էր նայել, թե ինչու մարդկանց հոսանքը գնում է պարբերաբար, ոնց են աշխատում հեծը եւ պատրաստել փաթեթ նաեւ իրավական հեծը ազգայնացնելու։ Այդ ընթացքում բանակցություններ ա գնացել։ Ավելին ասեմ, սպասեք երկրորդ մեր երկրի համար կարևոր պլանզամոլբենային գեոպրոմայնինգ կոմբինատի Թուրքիային հանձնելը։ Դրա շուրջ եւս բանակցություններ են գնում Թուրքիայի հետ։ Այսինքն գլոբալ առումով ըստ այս տեղեկատվության կարանք ֆիքսենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ազգայնացնում է, այլ վերցնում է, որ հեծը վերցնում է, որ դա թուրքերին։ Ու դա թուրքական պահանջների մաս է կազմում, ճիշտ եմ հասկանում։ Եկեք այսպես, հա, որպեսզի մեզ լսողների համար པարզ լինի, որպեսզի շատ չխճճվեն։ Ուրեմն Փաշինյանը 18 թվին բերվել է իշխանության։ Կետ առաջին Արցախը ամբողջովին հանձնելու։ 5 տարվա ընթացքում Արցախը հանձնեց։ 23 թվականի սեպտեմբեր 19-20։ Հաջորդը ինչ ունի Ռուսաստանը Հայաստանում պայմանագրային առումով, ներդրումների առումով։ Այդ բոլորը պետք է նախ վերցվի ռուսներից, առաջին, երկրորդ հանձնվի Թուրքիային։ Էներգետիկ ոլորտ, գազ, ատոմակայան, հեծ։ Շուկաներ, որտեղ մեր գյուղմթերքի արտադրության եւ մշակված գյուղմթերքի, ասենք կոնյակի տեսքով եւ այլն, այդ շուկաները ամբողջովին տեղափոխվելու են այլ երկրներ, այդ թվում նաեւ Թուրքիա։ Երրորդ, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ ստեղծելուց հետո հաջորդ օրից պահանջադրվելու 102 ռազմաբազան հանելու։ Դա էլ են արդեն պատրաստ է, տեղեկատվական առումով պատրաստ է այդ թեման։ 102։ Բայց հիմնավորում է պետք, թե ինչու պիտի հանձնել, որտեվ ասելու են բնականաբար 102 բազան տեղակայվել է, որտեվ կար ՆԱՏՕ, Թուրքիա։ Հիմա մենք Թուրքիայի հետ բարի դրացիական հարաբերություններ ունենք, չարչիական հարաբերությունների մեջ ենք, կքանիստ վիճակում եւ ուրեմն 102 բազան մեզ ոտքի կանգնելու համար այդ վիճակից խանգարում է։ 102 բազան սահմանապահ զորքեր Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա դուրս են գալու։ 4-րդ ուրեմն պահանջը կադրային քաղաքականություն եւ այն ինչի մասին դուք խոսում եք, ԱԱՑ-ի այլևս նախկին տրոն Արեն Արբազյան, կարող են պատճառները տարբեր լինել, այդտեղ
քննարկելի է եւ վստահաբար պետք է, այսպես ասենք, առաջին ձեռքից տեղեկատվություն ունենա, բայց ինձ համար մի բան ակնհայտ է, տենդենց օրինաչափություն։ Ուժային բոլոր կառույցներից առաջին հերթին նաեւ տնտեսության մյուս կարևորագույն ոլորտներ, նախարարությունները որպես կառավարող օղակներ դուրս է դրվում հիմնականում միջին ավագ սերունդը, որոնք կրթություն են ստացել, անցել են վերապատրաստում փորձ Ռուսաստանից, բոլորին դուրս է դրվելու եւ փոխանցվելու են անձինք, որոնք հիմնականում Հայաստանից եթե վերապատրաստում կամ լրացուցիչ կրթություն եվրոպական եւ նատոյական դպրոցներում, այո։ Եւ վերջին պահանջը, որը 18 թվականից Փաշինյանը պետք է կյանքի կոչի, եկեղեցու դիրքերի թույլատվություն ընդհանրապես մեր հասարակական կյանքում, վարկաբեկում եւ վեհապար հայրապետի փոխարինում, այո։ 18 թվականից այս խնդիրն են կատարում։ Օրինակ Արցախը 5 տարում հանձնեցին։ Հիմա այս էներգետիկի հետ կապված սրանք ավելի արագացված են անում, որ պահին ենթադրենք 25, 26, 27 թվին Թուրքիայի դիվանագիտական հարաբերություններ ստեղծում, կարծում եմ շատ արագ է լինելու, որտեղ 102 բազան սկզբունքորեն խանգարում է այս տարածաշրջանը մեծ թուրանի կայացմանը։ Ուրեմն ստորագրվելու է երկու պետությունների միջև բարի դրացական հարաբերությունների հաստատման համար միջպետական պայմանագիր, ստեղծվելու է դիվանագիտական հարաբերություններ, որի հետևանքով շատ արագ չեղարկվելու է ուրեմն 102 բազայի տեղակայման վերաբերյալ պայմանագիրը։ Իսկ եկեղեցու դեմ եւ վեհապար հայրապետի դեմ արդեն պայքարը ակնհայտ գնում է։ Դե այն գլխից էր գնում դեռ 18 թվականից շատ էինք խոսում սրա մասին, ուզում եմ մի բան հասկանալ, մենք նաև երեք տեսանք, թե գրեթե աննախադեպ ենթադրում եմ բառապաշարով կամ մոտ էր աննախադեպ լինելուն ռուսական պետական հերոստալիքով Սալավյովը շատ կոշտ որակումներ էր տալիս Նիկոլին, նաև գիտենք, որ Զախարովան է անդրադարձել կրկին բավականին տենց գնահատական տվող մեկնաբանմամբ, ասելով, որ շինծու ինչ-որ մեղադրանքներով են փորձում ձերբակալել, կալանավորել Սամվել Կարապետյանին, Մարգարիտա Սիմոնյանը եւ այլն, այսինքն ստեղ այս ձեր ասացի համատեքստում, եթե մենք շարժվում ենք այն տրամաբանության մեջ, որ այս բոլոր քայլերը միտված են ռուսական դիրքերը Հայաստանում բացառելու կամ նվազեցնելու կամ առհասարակ հանելու, այս համատեքստում կարա այս ամենը լինի Ռուսաստանի կողմից շահագրգռվածության նաև լուսաբանել առնվազն, ոչ թե գլոբալ process-ը, բայց առնվազն այս տեսակ գնահատականներ տալը լուսաբանելը ինչու՞ չէ, նաև ես ենթադրում եմ, որ Սամվել Կարապետյանը բնականաբար մեծ կապեր ունի Ռուսաստանում եւ կարանք չբացառենք, որ սա ոնց որ փորձն է Ռուսաստանի պահել իր դիրքերը այստեղ եւ ընդվզել ինչ որ առումով կամ խառնվել այն process-ում, որը որ ստանալու է հավելյալ զարգացում ամսի 20-ին, երբ Նիկոլը գնա Թուրքիա։ Գիտեք, ասենք Սամվել Կարապետյանը, որքան ես գիտեմ, մի քանի պետությունների քաղաքացի, այդ թվում Հայաստանի եւ Ռուսաստանի, բնականաբար հաշվի առնելով, որ ինքը անձ է Ռուսաստանում հայտնի, որը ստացել է կառավարական պարգևներ, տնտեսական էլիտայի երևելի դեմքերից մեկն է, հայկական համայնքում բավականին ճանաչված, բարերար ոչ թե խոսքով, այլ գործով նաև Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի որոշ պաշտոնատար անձանց եւ ոչ միայն նաև այնտեղ հայկական կառույցներ կային, որոնք արձագանքեցին, դա շատ բնական եմ համարում։ Բայց այդ արձագանքը չի կարող փոխել այն քաղաքականությունը, որը այսօր Հայաստանում իրականացվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Մենք կարող արձանագրենք, որ այսօր Հայաստանում փաստացի թուրքերը ու ադրբեջանցիները ավելի իշխանություն ունեն, քան մենք ասելով Հայաստանի իրական հայերը։ Կարանք դա արձանագրենք։ Ուրեմն ասեմ, երբ ասում են ժողովուրդը իշխանությունը ժողովրդին է, այդ իշխանությունը ընդհանրապես մեկ օր է։ Ընտրությունների օրը։ Այո։ Դրանից հետո ժողովրդի ձայնը տալիս է ընտրված։ Կապ չունի, ինքը հանձնում է, նրան ում ինքը ընտրում է։ Ես գնահատում եմ, որ Հայաստանում
Բացի մի քանի դրվագային, որտեղ Ռուսաստանի մասին ես ասացի, 102 բազային ներկայություն, էներգետիկ, ներկայացվածություն, որոշակի տնտեսական հարաբերություններ, մնացած բոլոր հարցերում Հայաստանը գտնվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին կառավարման ներքո եւ ուստի եւ ես ինձ իրանք եմ վերապահել գնահատելու այսպես Հայաստանում իշխանություն կառավարությունը դա թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կոլաբորանտ կառավարությունն է, որտեղ այսօրվա կառավարությունը սպասարկում է Ադրբեջանի եւ Թուրքիայի ազգային պետական շահերը կամակատար կերպով։ Ժողովուրդը այդպիսիներին անհիշելի ժամանակներից, երբ Օսմանյան կայսրությունը նաեւ մեր պատմական հայրենիքի մի մասի վրա էր տարածված, ասում էին թուրքի շուն։ Այդ կարգավիճակով ծառայում էր։ Իսկ եթե Շունը իդեպ այդ առնով վատ իմաստով չի ասվում։ Չէ, հավատարիմա թուրքերին, հավատարիմա թուրքական տեսլականին այս ռեգիոնում եւ բնականաբար դրան է միտված։ Իսկ եթե սրան գումարում ենք նաեւ այն ամենը, ինչ կատարվում է Իրանում, որովհետեւ մենք հասկանում ենք, որ այս ժամանակահատվածում հավաքական արևմուտքի համար շատ կարևոր է եւ ԱՄՆ-Իսրայելի համար առաջին հերթին շատ կարևոր է հավելյալ ուրեմն ազդեցության գոտի ունենալ Իրանի դեմ եւ այստեղ ինչքան եք հավանական համարում, որ իր այցը Թուրքիա կարա բերի նաեւ այն հետևանքների, որ մենք Զանգեզուրի Միջանցքի տրամադրման հերթական զարգացումը ունենանք, բնականաբար ի վնասումն մեր պետականության։ Եկեք այս մի քանի օրվա Իսրայել-Իրան լայնածավալ ռազմական գործողությունների համատեսք տեքստում մի երկու փաստ արձանագրեմ։ Փաստ առաջին 4 օր առաջ ուրեմն Իրանից ազգության բելուժներ կոտրելով սահմանապահ ուղեկալները, պատնեշները, խաղաբնակչությունը անցել է Պակիստան։ Բելուժները 3 պետության տարածքում են հիմնականում ներկայացված, ամենաշատը Աֆղանստանում, կներեք, սխալ ասի, բելուժի պուշտիններ, Աֆղանստան, Իրան եւ Պակիստան։ Այդ բնակչությունը, որտեղ երկու կողմ, արունակիցներ են, հաշվի առնելով այս իրողությունները, ռազմական գործողություններ, հրթիռակոծում, հետակոծում անցել է։ Ըստ տարբեր աղբյուրների, ընդ որում ոչ մեկ աղբյուրի, բավականաչափ հիմա փախստականներ գտնվում են նաև Սյունիքում, ընդ որում ոչ հիմնականում հայեր։ Արդեն հոսքը գալիս է։ Հիմա պատկերացրեք, եթե սկռիվը մի քանի շաբաթ շարունակվում է, որտեղ այն խնդիրը, որը Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը բանակի առաջ դրել էր, այդ խնդիրը չի իրականանում եւ շարունակվելու է այդ ընթացքում, ասենք, Արևելյան Արմենիան Ադրբեջանը, որը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքն է կամ մեր պատմական հայրենիքի Ադրբատականը, Թավրիզ կենտրոնով 100,000-ավոր փախստականներ։ Թավրիզ մեզանից այդքան հեռու չի, ինչպես ասում են, 300 կիլոմետր ընդամենը։ Եվ այդ 100,000-ավոր փախստականները ենթադրենք գալիս են Նախիջևան, նաև մեզ մոտ, որպեսզի գնան Ադրբեջան։ Ընդ որում Միջանցք պիտի տրվի։ Սովորաբար նման դեպքերում ոչ թե ճանապարհ է տրվում, որտեղ ճանապարհի ժամանակ այդ պետության, որի տարածքով անցնելու են փախստականները, սահմանապահ ծառայությունների մաքսիմալ ծառայությունները աշխատում են։ Եթե Միջանցք կա, որից ծառայություն չկա։ Հիմա 100,000-ավոր փախստականներ գան Հայաստան։ Մի մասը մնալու է, մի մասը գնալու է ենթադրենք Ադրբեջան։ Այս էլ ձեզ Միջանցքի հանձնում է։ Բայց ձևակերպում կլինի այսպես. մարդասիրական ճանապարհ, Միջանցք բառը չեն ասի, իրական Միջանցք կլինի։ Ես կարծում եմ այդպես, այսինքն process-ների զարգացումը մեզ համար խիստ վտանգավոր սցենարով դա է լինելու։ Այսինքն Սյունիքը իրականում Հայաստան-Իրանի սահմանը այդ փախստականների շերտով կտրվում է։ Այնինչ ցանկանում էր կոնկրետ բրիտանա-թուրքական Թուրան պրոյեկտի գլխավոր շահառու Բրիտանիան։ Հիմնական շահառուն ինքն է, որտեղ Թուրան պրոյեկտը ինքն է ստեղծում թուրքական աշխարհով։ Ընդ որում այդ թուրքական աշխարհը արդեն մի սոարուն ստացած է։ Դա թուրքական պետությունների կազմակերպությունն է, ՕՏԳ, շատ է օգտագործում ռուսական հոմանիշը, Организация турских государств, որի հիմնադիր անդամներ են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղստանը, Ուզբեկստանը, երկու պետություններ դիտորդ են, Թուրքմենստանը եւ Հունգարիան։ Հիմա ինքը արդեն միացյալ բանակ, միացյալ բանկ, միացյալ պատմություն, միացյալ մշակույթ, միացյալ լեզու, միացյալ այբուբեն։ Այս ամեն ինչը արդեն առարկայացել է, վերպետական կառույցները արդեն ստեղծվել է։
Հիմա տարածքի առումով Հայաստանը սեպի նման խրված է, որտեղ Թուրքիան, թուրքական աշխարհի, այսինքն կենտրոնական Ասիայի երկրներ, ներառյալ նաև Չինաստանի Սինձին Ույգուրան ինքնավար մարզ, որտեղ ապրում են թուրքեր, ույգուրները իրենք ծագում թուրք են, հա։ Այդ ճանապարհում Հայաստանը սեպի նման խրված է։ Այդ միայն Սյունիքի մասը չի։ Ես կարծում եմ, որ այդ մասնագետները կամ գաղափարախոսները այդ մեծ պրոյեկտի իրենք որպես միջանցք Զանգեզուրի, այսպես ասենք, դիտում են ամբողջ Հայաստանը։ Այդպես ամբողջ Հայաստանը պետք է դառնա այդ նույն միջանցք, այսինքն Հայաստանը պետք է ինտեգրվի թուրքական աշխարհին, մի էլեմենտ։ Հիմա թե այդ աշխարհի ժամանակ մենք Հայաստանը ինչ կկոչվի, ենթադրենք, ասենք Ադրբեջանի, չգիտեմ ինչ, ենթապետություն, ոնց որ սաբար խոսակցական ասում կամ լավագույն դեպքում Թուրքիայի վիլայետ, դա արդեն մեծ պատիվ է, հա, ստատուս է ունենում որպես վիլայետ, բայց ինչ տարածքով, ինչ չափով։ Հիմա Ալևի 7 պահանջները, որովհետև Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություն ստեղծելու երկու նախապայման է դնում։ Առաջին Ալևի բոլոր պահանջների կատարում, երկրորդ ցեղասպանության ուրացում։ Հիմա Ալևը 7 պահանջ է այս պահին դրած է սեղանին, բայց որը միանգամից հնարավոր չի անել, այսինքն որոշակի խոչընդոտներ կան, հա։ Ես թվարկեմ պարբերաբար մեզ լսողների համար պարզ լինի։ Պահանջ առաջին 300,000 ադրբեջանցիների վերադարձ, ընդ որում դրանք երեք էլ Ալևը դրա մասին խոսեց, դրանք այստեղից ըստ Ալիևի գնացածներն են, բայց այստեղից ուրեմն վերջին խորհրդային միության ուրեմն մարդը համարով 120,000 են եղել։ Հիմա ինքը ասում են 300,000 գնացել են, ժառանգներով 1.5 միլիոն են, այդքան պիտի հետ գան։ Այդ 1.5 միլիոնը ինչ որտեղ պիտի ապրեն, ինչ որ պիտի աշխատեն, այդ Հայաստանի մի մասն է, չէ՞, գործնականում, եթե համաձայնություն տրվում է։ Իսկ սա բերվել է նաև դրա համաձայնություն տալու։ Երկրորդ պահանջը Իսկ կները կարող է 300,000-ը իրանք ընտանիքներով նկատի ունեն։ Վստահ եք որ 300,000-ը դա ասում է, այստեղից գնացածներն են։ Ես ասում եմ, քանի տարի անցել, 91 թվականից հաշվեք, անցել է 34 տարի։ Այսինքն առնվազն 1.5 սերունդ ծնունդ եղել է։ Ինքը այն ժամանակ էր Արցախինն էր տենց ասում, չէ՞, ասում 4 միլիոն մարդ է այդից դուս եկել, թե 2 միլիոն էլի, թվեր էր տենց ասում, ժառանգներին հաշվելով։ Ինչ ուզում խոսում ա, ոչմ, հա։ Դե 1.5 միլիոն գավ Ես ասում եմ, բանով մարդը համարով 120,000 է եղել ամբողջ Հայաստանում։ Եվ հետեւաբար երկրորդ պահանջը ռազմական տուգանք, պատերազմ պարտվել ես, տուգանք պետք է վճարես։ Փոխհատուցում, շահագործել ես, գրավել ես հանքեր, գյուղնշանգության հողեր, 160 միլիարդ ասել Ալևի դեպ։ Այս 3։ 4-րդ միջանցք տրամադրելու ես։ 5-րդ Արցախում ինքնապաշտպանական ուժեր կազմակերպած մասնակցած անձինք։ Ռազմաքաղաքական ղեկավարությունը մինչև ենթադրենք շարքային Պողոսն ու Կիրակոսը։ Դի քրեական գործարարություն արտահանձնվի Ադրբեջան։ Այսինքն այդ բոլոր են մարդիկ, ովքեր որ մասնակցել են։ Ավելին ասեմ ձեզ, Հայաստանի բնակչության 90%-ը այդ առումով հոդվածի տակ է, որտեղ Ռուբեն Վարդանյանի վրա հոդված է դրված անօրինական սահմանը հատել։ Ինչա, մեր բնակչության ես կարծում 90%, եթե ոչ ավել է սահմանը հատել են, չէ՞։ 90-ը չէ, բայց մի 70-ը, հա։ Հա, նս թիվա չէ գալիս։ Մեծ։ Հա։ 6-րդ պահանջ սահմանադրության փոփոխություն, անկախության արժեքական եւ ԵԱԿ Մինսկի խմբի լուծարում։ Այս պահանջները Ալևը դրած է։ Հիմա թե որը երբ տեղի կունենա, այդ կախված է նրանից, որ Փաշինյանը նաեւ երեկվա այդ կեցվածքով Սամվել Կարապետյանի Էրդողանի հետ հանդիպանը ինքը ուզում է ցույց տա, որ Հայաստանում միայն ինքն է ասող, ուրիշ ասող չկա։ Եթե Թուրքիայի նախագահ, Ադրբեջանի նախագահ, Եվրոպական մի շարք երկրների նախագահ այնուամենայնիվ որոշակի տարակուսանք մոտնել լինի, որ Փաշինյանի գործը Պողոս անի։ Կարողա չկարանաս ուրիշ մարդ բերենք ինքն ամենալավ տեխնատու ես եմ։ Եկեղեցու դեմ ամենավերջին այլանդակությունները աղբանուց դարձած ինքը իր զուգընկերը Բերանը դարձած եւ գրավոր գրում են, հա։ Ընդ որում որի առաջին կրողները իրենք են, այդ բառերի իրական աստվածաշնչյան ձևակերպումով ոչ ուխտով, եկեղեցով, Աստծո օրհնությամբ միությունը եթե չի կայացել, երկուսն էլ ըստ Աստվածաշնչի կոչվում է պոռնիկ։ Ավելին ասեմ, իրեն զավակնել արտամուսնական, հա, այսպես ասենք, կենակցան կյանքից, պոռնկածին, պոռնկորթի կամ ավելի ժողովրդական լեզվով ասած բիճ։
Եթե իրենք ուզում են աստվածաշնչյան ձևակերպումներով ինքը կանոնագրքից ինչ որ օրինակներ ա բերում, հա, հոգեվորականներին ինչ որ բաներ ասում։ Ես էլ ասում նույն աստվածաշունչը ասում է, ինքը եկեղեցով չի պսակվել, զաքսով իրավական առումով չի ամրագրվել։ Այսինքն շնացել են ու բջեր են բերելի։ Դե հիմա ըստ աստվածաշնչի այդ պոռնկություննակություն զավակներն էլ պողնկորթի կամ ավելի խիստ ասենք Այսինքն կոմերցիոն տար չպետք է լինի որ պոռնիկություն լինի, չէ՞։ Չէ, դե հիմա է։ Շնացումն է դա, թե։ Կոմերցիան հիմա է մտել պոռնիկ բառի մեջ։ Աստվածաշնչի ժամանակ կոմերցիա չկար։ Եթե բռնվում էր մեկը արտամուսնական կապով ենթադրենք։ Արդեն պոռնիկի թեմա էր։ Քարկոծվում էր, թեման փակվում էր, վերջ, այնտեղ քննություն չկար։ Հին ուխտով այդպես էր։ Հասկացա։ Բայց տենց է դուրս գալիս էլի, տենց է դուրս գալիս։ Հիմա իրանք ախր լավ է եկեղեցու իրանք սկի զաքսով էլ ամուսնացած չեն։ Բայց դա ասում կրկնակի ոչ, հենց այդ ասում, հիմքը այդ պոռնկորթու հիմքը, պոռնակացինի հիմքը իրան զաքսով ամուսնացած չլինելն է։ Ուրեմն հին ժամանակ զաքս չկար, եկեղեցիներ։ Եվ ոչ եկեղեցով են, ոչ զաքսով են։ Դաբլ պոռնիկներ։ Նու հիմա եկեք զաքսը դնենք այն կողմ։ Դրեցինք։ Աստվածաշնչյան ձևակերպումով իրենց միություն կոչված է, իսկ դա միություն չի, եւ իրենց հոգեհարազատ տերմինաբանությամբ էլ իրենք զուգընկերներ են կոչվում, եթե այսպես։ Նույնիսկ զուգընկեր ընկերուի չի, զուգընկեր։ Որտեղ իրանց տարբեր ժամանակ։ Այո, լավ, հիմա սրան ինչի համար են կանչում, մի բան ինչ որ ինքը նախ գնալու ասի, որ Հայաստանում ասողը ես եմ, ուրիշ ասող չկա։ Էթա։ Պետք է ենթադրենք եկեղեցու հոգեվորականների վեհապար հայրապետի դեմ պայքար, անող եմ, եթե պետք է Ռուսաստանում շատ հայտնի ազգությամբ հայ, ադրբեջանցիների մի քանի կարևորագույն ներկայացուցիչների մշտական մրցակից, իդեպ Գոդնիսանովի, Աղալարովի եւ այլն։ Այո, Աղալարովն իր խնամին է, չէ՞, նախքին, բայց մեկը խնամին։ Եվ, ահա, ընդհանուր թոր ունեն, Ալիև եւ Աղալարովը ընդհանուր թոր ունեն։ Հա։ Այդպես։ Ուղիղ շահ ունի էլի։ Այսինքն ինքը նաև ցույց է տալիս, եթե ավելին ասեմ, Սամվել Կարապետյան նկատմամբ որքան ես հիշում եմ, Ադրբեջանում քրեական գործ է։ Այո, հետախուզում էր։ Օրինակ ինձ հետաքրքիր է, եթե ձեր նշած անձը որոշի, որ այդ մարդուն արտահանձնի Բաքու, նստածի ինքնաթիռ ուղարկի Բաքու։ Օրինակ հետաքրքիր է, ինչ կլինի։ Նույնը կլինի, ինչ հիմա Ռուբեն Վարդանյանն է դա կատարվում, էլի։ Չէ, ուզում եմ ասեմ, մենք այս ամենին բական լուրջ մոտենանք, որտեվ ինքը ուղղակիորեն կամ դերից պահանջեն, կամ գիտեք, ասենք, երբ վասալ պետության ներկայացուցիչը գնում է սուզերենի մոտ, նվերներ են չէ տանում։ Ասենք, սովորաբար լինում է սուզերենի դեմ ապստամբած վասալ պետության զորականները, որոնք պարտվել են, գլուխներն են չէ տանում իրենց խոնարհությունը հպատակությունն է, չէ՞ ցույց տալիս։ Հիմա այստեղ 21-րդ դարում գլուխ ընդունված չի, բայց ամբողջ մարմնով կենթանի ողջուց կարան հանձնել, չէ՞։ Դες չի։ Այսինքն ընդունենք եւ արձանագրենք հետեւյալ իրողությունը։ Քանի դեռ այսօրվա Հայաստանում այսպես կոչված իշխանություններին մենք գնահատում ենք, որ իրենք վատ են կառավարում, իրենք շատ բաներ չգիտեն, իրենք սխալվում են, իրենք խաղեր են տալիս եւ կոմպլիմենտար եւ այլն, ընդդիմությունը որ պահին էս գնահատում է եւ հետեաբար էս իրավիճակը այո քաղաքական պայքարով կարող է փոխել, այդ թվում նաեւ փողոցային, այդ թվում նաեւ ընտրություններ, ճիշտ է, այդ թվում նաեւ impeachment։ Բայց ես ասում եմ բարև ձեզ, ոչ մի բանը չի փոխվի, հավասիկ 4 փոփոխության փորձ եղավ, ոչ մի բանը չփոխվեց։ Ինչու՞։ Որտեվ Հայաստանը արտաքին կառավարման ներքո է, որովհետև Հայաստանում Թուրքիան եւ Ադրբեջանը թավշյա օկուպացիա են ենթարկել, այսինքն կա կոշտ օկուպացիա, որտեղ գրավող երկրի զինծառայողը ավտոմատով քո երկրում է, ինչ ուզում անում է։ Կա թավշյա, որտեղ դու պիտի գլխի չընկնես, որ ինքը օրինակ քո երկիրը գրավել է։ Ես օրինակ բերեմ Հնդկաստանի։ Անգլիայի բանկը առաջին անգամ գիտեք խի ստեղծվեց, որտեղ եւ բրիտանական զորքերն էին իրենց թագի ամենաթանկ ադամանդը դա Հնդկաստանն էր համարվում, ճիշտ է։ Թալանի ինչտեղ կար։ Հիմա երբ որ զորք էր պահում Բրիտանիան, այդ զորքը ոնց որ ասենք ցուլին ցույց տաս կարմիր կտոր։ Ցանկացած հնդիկ անցնում էր առավել այսպես ռազմականացված եւ զինվորականների կաստան ուրեմն սինխերը։ Երբ որ տեսնում էին, դու բնականաբար ցանկություն իշներ, որտեղ նրանք էլ բարբարոսություն էին անում։ Ինչ ուզում անում են, խփելներ, չէ՞, զինվելներ, ապստամբելներ, պարբերաբար ապստամբություններ, չէ՞։ Այ
Անգլիայի, այսպես ասենք, ուղղային կենտրոնները որոշեցին, չէ, այստեղ կորուստները շատ է։ Մարդկային կորուստներ, անդադար ժողովուրդը գրգռված է։ Ասին չէ, մենք նշանակենք տեղի ամենաուժեղ կաստայից, Հանդիկ չէ, ինքը նաև կաստան, մի անց չէ։ Դե իրանք զինվորական կաստան սինխերն են ներկայացնում, հա, այնտեղ շատ էթնիկ խմբեր կան։ այն գլխին որ sense խալաթ։ Այո, մեծամասամբ հիմա ղեկավարները սինխեր են։ Եվ նշանակենք իրենցից կառավարիչներ մենք նենց կողքից խորհրդականներ կլինենք, այսինքն մեր հետախուզությունը կաշխատի, կզեկուցի, նորմալ հարկերը չեն թաքցնում, ժամանակին մուծում են, բայց այդ մուծման ձևն էլ պիտի ոչ թե լցնել, ասենք, արկղեր բերել, որ ժողովուրդը տեսնի, որ Անգլիային մուծվում են, այլ թալանը արվի բանկի միջոցով։ Ես էլ ձեզ Անգլիայի բանկի ստեղծման բուն դրդապատճառը։ Կուլտուրական թալաներ կանեն, ակուրատնի դնեն։ Այո, որ որևէ մեկը չտեսնի, ոնց որ զինվորներին հանեցին հիմնականում։ Նույն այդ թալանի այդ թավշյա կառավարումը։ Հետո հնդիկները դե չէին տեսնում, այդ թաքուն էր արվում, չէ։ Հիմա նույն ձևով էստեղ արվում։ Եթե մեր երկրի ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ կառույցները, օրինակ ատոմական ուզում են, չէ, փակել։ Թուրքիայում անդադ ցույցեր են։ Այո։ Ադրբեջանը իդեպ բազմիցս խոսում է դրա մասին այդ բանը։ Մեկ, երկրորդ, գազը մենք այսօր ամենայժան գնով ենք, չէ, վերցնում։ Այո։ Դե օրինակ ձեր նշած անձի շրջապատում կան մարդիկ, որոնք ասում են մենք եթե պետք լինի, մտքի գիգանտները Ադրբեջանից կվերցնենք, իրանց ասեղի վրա, չէ, բայց ասենք մի 5-6 անգամ թանկ։ Ինքեր ավելին ձեզ ասեմ, իրանք դա ներկայացնում են որպես անվտանգության հավելյալ գարանտիա, խոսելով դիվերսիֆիկացիայի մասին, այսինքն ասում են հիմա մենակ մի տեղից ենք վեկալում, բայց պետքա տարբեր տեղերից վեկալենք, որ դա լինի ավելի ապահով, մեկը Ադրբեջանից։ Ժողովուրդը այդ առումով այսպես կես կատակ, կես լուրջ խոսք ունի, ասում է ով մեջտեղ հետույքը 4 տեղ։ Այմա սրանք իրանց հետույքը մտածում են, որ բոլորին դեմ տան, այդքան ավելի ինքնիշխան կլինեն։ Այդպես չի հարգելիս։ Եթե դու մի տեղից էժան գազ ես վերցնում, դա քեզ համար նվեր է։ Այսօր ինչքան երկիր կան, որ մեր երկրի տրվող ռուսական գազը այդքան։ Հետո դու ադրբեջանական ասեղի վրա ես նստելու մեծ հաշվով։ Չէ՞ ոնց կարելի առասարակ ստրատեգիկ կապվածություն ունենալ թշնամուց։ Ատոմականը մեր երկրի հոսանքի արտադրության 40%-ն է տալիս, այսինքն էներգետիկ ինքնիշխանության 40%-ը տալիս է ատոմական, սրանք ուզում են փակեն։ Վերջում էլ բերեն մի հատ մոդուլային ատոմական կառուցեն, ընդ որում ասեմ ձեզ, արևմուտքը որից է ձևով մոդուլային ատոմական չունի կառուցած։ Առաջինը մի ամիս առաջ Կանադային ծովում է սկսում փորձել։ Երկու պետություններ են կառուցում մոդուլային ատոմականները, Չինաստանն ու Ռուսաստանը, բայց որի կառուցման նպատակը իրականում ոչ թե նա ինչ որ Փաշինյանը ասեց։ Ես այդ որ լսեցի, ասի իսկապես Ավանի հոգեբուժանի 6-րդ պալատի համապատասխան մահճակալը գոռում ասում է բերեք կլիենտից։ Ասում է որ տեխնիկական վթա լինի մոդուլային ատոմական 500 մետր հեռավորության վրա ռադիացիա չի լինի։ Ես չգիտեմ դու ուռած եղեք թե մի երկու շիշ կաշած է։ Բայց չի լինում, չէ՞։ Իհարկե չի լինում։ Նախ մոդուլային ատոմականները կառուցում են հիմնականում այնտեղ որտեղ հնարավոր չի մեծ ատոմականներ։ Օրինակ ռուսներ ունեն մոդուլային ատոմական նավի վրա։ Նավը ինքը ռեակտոր է եւ այդ ռեակտորից հոսանք է տրվում։ Ասենք 10-15 հազարանոց խիստ հյուսիսներում կան զորամասեր, փոքր քաղաքներ, գաղտնիք կենտրոններ։ Դե պատկերացրեք, եթե խիստ բնակեցված քաղաքից հոսանքի լարու հոսանք տանել այդտեղ միայն ճանապարհին հոսանքի կորուստը 60-70% ալնելու։ Դա համար այդ մոդուլային ատոմականի կառուցման իմաստը, որը փոքր լոկալ խնդիր է լուծում։ Հիմա սա ասում է այս ատոմականը փակենք եւ ընդ որում ասում էր աշխարհում որևիցե երկիր չկա, որ մոդուլային ատոմական կառուցի երկրորդ սուտը եւ ասում էր այդ գործում առաջնակարգ դերակատարում ունի Միացյալ Նահանգները, դա համար մենք իրեն ենք դիմելու։ Այս ասում սուտը ոպոզով փոչով չի լինում, բացարձակապես։ Իսկ որ ասեց այդ ատոմականները կառուցում են, որովհետեւ ոտի վրա սուտ է էլի հորինում, որտեվ 500 մետր հեռավորության վրա այլևս եթե ռադիացիոն ֆոն առաջանա, տեխնիկական վթար եւ այլն 500 մետրի ցենկով ռադիացիա չի լինի։ Ու վերջ։ Դա գժանոց։ Հիվանդանոց։ Ինչ ուզում խոսում է դա վաղուց գիտենք։ Մեր փրկությունը ո՞րն է։ Ձեր կարծիքով։ Ուրեմն կենցաղում, կյանքում, նույնիսկ միջանձնային հարաբերություններում, եթե կա մրցակցություն, օրինակ նույն սպորտում, ցանկացած մրցակից նախ իր ուժերն է գնահատում, հետո դիմացինին։ Եթե ինքը տեսնում է, որ 10 տարեկանը դիմացը 20 տարեկան սպորտսմեն է, ինքը կարողանում է գնահատել հասակը, քաշը, հա, ինքը չի մտնում մրցամարտի մեջ, որտեղ հաշվում է, որ ինքը կպարտվի, չէ։ Այսինքն իրավիճակի գնահատականն է ամենակարևոր չափորոշիչը։
Եթե մենք իրավիճակը այսօր համարժեք չեն գնահատում, իսկ մենք համարժեք չեն գնահատում, որտեվ Նիկոլին ասում ենք, բան հոգեկան խնդիրներ ունեցող, տգետ, դիլետանտ, այս ամեն ինչը կա, բայց իրականում այդ անձի ձեռքով Հայաստանում կառավարում է իրականացնում մարտավարական բոլոր խնդիրները Թուրքիան, Ադրբեջան, ռազմավարական խնդիրները Բրիտանիան։ Եթե մենք համարժեք սկսենք գնահատել իրավիճակը եւ հասկանանք, որ մեր երկիրը արտաքին կառավարման ներքո է, ըստ այդմ արտաքին կառավարումից ազատվում են ինչպես ազատագրումով, չէ՞։ Այսինքն մարդու մոտ գործողությունների որոշակիացում է լինում։ Իսկ ինչպես են ազատագրում։ Սկսում է պատմության բանը, հա, արխիվը նայել, որ երկրները ոնց են ազատագրվել, Թավշյա ազատագրումը ոնց է եղել։ Լավագույն Թավշյա ազատագրման այսպես փորձը Հնդկաստանում Գանդին արել։ Ինչու՞, ինքը ինչ էր ասում, երկու բան։ Ասում էր ժողովուրդ մեռնելուց ծեծվելուց պետք չի վախենալ։ Մեկ ու ասում էր ծեծվեք, որ աշխարհը տնա, ինչ վատնա բրիտանացի զինվորը։ Սա որպես հետևանք։ Եվ երկրորդ ասում էր քաղաքացիական անհնազանդություն, այդ տերմինը հիմա շատ է չէ օգտագործում։ Այսինքն որ բրիտանական կայսրությանը մենք չենք ենթարկում եւ դա ազգովի։ Էս էլ գրաված օկուպացված պետության դեմ քաղաքական, այսպես ասենք, ոչ զինյալ պայքարի, ոչ թե քաղաքական, ոչ զինյալ պայքարի ամենախաղաղ ձևով ամենաէֆեկտիվ ուրեմն բանն է, ձևն է։ Բոլորը գալիս են դարձի շրջանս յուր, այդ 14 թվից մենք ասում ենք, բայց շատ լավ է։ Դիագնոստիկայի մասին է փաստացի խոսքը, բնականաբար, եթե չկա դիագնոզ, չի կարող լինի բուժում, իսկ նույնիսկ եթե լինի կարող է նույնիսկ հակառակ էֆեկտը տա, այսինքն լավ բուժման իմաստով սխալ դիագնոստիկայով վատ հետևանք։ Իհարկե, որտեղ լավ բուժում չի կարող լինի, քանի որ գուցե ինքը որակապես լավ գործողություններ է, բայց եթե միտված չի բուն խնդրի լուծմանը, իսկ խնդիրը դու չես կարողացել ախտորոշել, բնականաբար չի ստացվի, ես կարծում եմ սա։ Ես ուզում եմ վերջում ուղղակի շատ հակիրճ հիմնավորեմ, թե ես ինչու եմ ասում, որ օկուպացիա է։ Ալևի 7 պահանջները ուղղակիորեն մեր պետության ու պետականությանն են հարվածում, մեր տարածքային ամբողջականությանը։ Պայմաններ են ստեղծում Հայաստանից մեծ արտագաղթի, չէ՞։ Հնարավոր է այդ 7 պահանջները որ չկատարվի, այո, հնարավոր է։ Ինչպես Փաշինյանը վաղ առավոտյան վերակենում, ընդամենը մի նախադասություն ասում. 1 որով Ալիևի 7 պահանջները գնում է աղբարկղ։ Գիտեք ինչ ասում։ Ասում է, որ հաշվի առնելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները գրավոր պայմանավորվածությամբ կա 4 եռակողմ հայտարարություն, որտեղ միջնորդ դերակատարում է Ռուսաստանը եւ այդ երկրի նախագահի ստորագրությունը, մենք բանակցություններից հետո որոշեցինք Հայաստանը, ես որպես ընտրյալ ժող վարչապետ ջան, որոշում եմ, որ վերադառնում ենք 4 եռակողմ։ 4 եռակողմում Ալիևի 7 պահանջներից որևիցե մեկը չկա։ Դե պետք է ինքը չլինի, որ մենք գնանք դրա։ Ես դրա համար եմ ասում, այսինքն կա լուծում, այնպես չի որ Ալիևը հիմա փակուղի մցրել սրանց, ով էլ կա նույնն անելու, այո։ Այդպեսի բան չկա, ընդ որում սրա մասին Լավրով որ եկավ, որոշակի օրակարգային դրույթներ դրեց Հայաստանի ներկայի ապագայի։ Առաջինը սա էր, ասեց Ադրբեջանի հետ հարաբերությունները 4 եռակողմ։ Այսինքն Ալիևի որից է պահանջ կյանքի չի կոչվում։ Երկրորդ կարևոր 3 գումարած 3, ասես դրսից տղա բերել չի լինելու, եթե ուզում եք մեր հետ նորմալ հարաբերություն։ Երրորդ, Հայաստանը 3 վերպետական կառույցների անդամ է, ԱՊՀ, ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ, չէ՞։ Ձեր ներկան նորմալ աշխատում եք։ Ապագան էլ BRICS, այս էլ օրակարգ։ Այսինքն Լավրովը եկավ ըստիս, դա Նիկոլին չէր ասում, քաղաքական ընդդիմության ասում էր, այս է օրակարգը, ճիշտ օրակարգ, համ մեր շահեցաբխում համ ձեր։ Սա էլ ապագայի տեսլականի համար նրանք ովքեր որ փորձեն առաջնորդել օկուպացիոն ռեժիմից ազատվելը։ Սա շատ է հնչում, որտեղ ասում են լավ որ Նիկոլը չլինի, էլ արդեն գուցե հնարավոր չի բան փոխել, փաստացի հիմա ձեր խոսքերից ելնելով ստացվում է որ փակուղում Նիկոլն է, ոչ թե պետությունը, այսինքն պետությունը բացառապես Նիկոլի հանգամանքով է հայտնվել այս վիճակում։ Այո։